Կահանայի քոզգեցին զարդարություն և սուրբը քոցն ծալով ծնծացեն, ընտերցվածս առակաց։ Բերան խոնարած խոքազ իմաստություն, կատարելություն ուղոց առաջնոց տեսցենոցա և գայթակություն արհամարողած ավերեսցեզ նոսա։ Ոչ օգնեսցեն ինչ քարուր բարկության, այլ արդարություն փրկե իմահվան է։ Մեղավ արդարն և ետող զղջումն հույշ, հանդուկն և ոտնահարությամբ լինի կորուստ ամպարշտած։ Արդարություն անարատի ուղեշ ճանապարհս և համպարշտությունս արկանե անիրավություն։ Արդարություն առանց ուղոց փրկե զնոսա և անմտությամբ կորնչին անօրենք։ Ի վախճանել առն արդարով ոչ կորնչի հույս, բայց պարծանք ամպարշտած կորիցեն։ Արդարն հորսողած կրծանի և փոխանակ նորա մատնի ամպարիշտն։ Իբերանս ամպարշտած, որոգայդ ընկերած, իմաստություն արդարոց հաջողյալ է։ Ի բարության արդարոց հորինեցավ քաղաք և ի կորստյան ամպարշտած եղև ուրախություն։ Հորնության արդարոց բարձրացի քաղաք և բերանոք ամպարշտած կործանեսցի։ Ընթերցվածս Հեսայա մարգարեը և կոչեցին նոքազգ արդարության տունք հատյարը մի փառս և շինեցեն զավերակսն հավիտենից և առաջագույն ավերյալսն կանգնեցեն և նորոգեցեն քաղաքս ավերյալս հազգաց մինչև հազգս և եկեցեն օտարածին քովիվ խաշանցքոց և այլազգիք մաչկալած և այգեգործ քո, բայց դուք քահանայք կյարն կոչեցիք և պաշտոնյայք աստուծո մերո անվանեցիք
զորություն ազգաց կերիջիկ, և մեծությամբ նոցած կանչելի լինիջիկ, փոխանակ ամոթը ձերով կրկին ուրախություն, և փոխանակ անարգանակ ձերով ցնծություն, և ապա ձեր գիրն հերկրորդում ժառանգեցեն, և ուրախություն ավիտենից ի վերագլխոց նոցավ։ Պողոսի առաքելույն եբրայեցված թղթույն է ընթերցվածս։ Հիշեցեք զարաշնորհցս ձեր, որ խոսեցան ձեզ զբանն Աստուծո։ Հայեցյալ հելս գնացից նոցա նմանող եղելու հավատոցն։ Հիսուս Քրիստոս, երեք և այսօր նույն և հավիտյանս։ Հուսմոնս պես և օտարաձայնս մի դանդաչեք, զիլավ է շնորոք հաստատել սիրտս և ոչ կերակրով, որով ոչ ինչ հոգտեցան, որ այնպես են գնացին։ Ալելույա, ալելույա, կանայք ոսկեցին զարդարություն և սուրբ հոգու ցնծալով խմբացել։ Ալելույա, Yes.
Amen.
Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այս աշխարհում նեղություն չի ունենալ, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Հիսուս երբ այս բաները խոսեց, աչքերը երկին բարձրացրեց և ասաց. «Հայր, ասել է ժամը, փառավորիր քո որդուն, որպեսզի քո որդին էլ քեզ փառավորի, ինչպես որ դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա այն ամենքին, որ նրան տվեցիր։ Հավիտենական կյանքը այս է, որ ճանաչեն քեզ, միակ ճշմարիտ Աստված, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր։ Եվ ես քեզ փառավորեցի երկրի վրա, վերացրի այն գործը, որ դու ինձ տվեցիր, որ անեմ, և դու արժի փառավորիր ինձ Հայր, քո մոտ եղող այն փառքով, որ ունեի նախքան աշխարհի լինելը։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր աշխարհից, որոնք քոնն էին, և ինձ տվեցիր նրանց, և նրանք քո խոսքը պարեցին։ Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին, և ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա, և նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։ Տերն ասում է, այս բաներն ասացի, որպեսզի դուք ինձանով խաղաղություն ունենաք, որովհետև աշխարհի մեջ նեղություններ ունենաք, բայց չհուսահատվեք, քաջալերվեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Այս խոսքերը մեր Տերն ասաց իր աշակերտներին, այս խոսքերը մեր Տերն ասում բոլորին, բոլոր ժամանակների, բոլոր քրիստոնյաներին, ասում է իր եկեղեցուն։ Քրիստոսով խաղաղություն ունի, աշխարհի մեջ խաղաղություն ունի, աշխարհի մեջ պետք է լինի նեղություն, փոխություն, վտանգներ, վշտեր, հալածանքներ։ Նույնիսկ ասում է, որ եթե ձեզ սպանեն, համարեն, որ Աստծուն դրանով ուրեմն պաշտոն են մատուցում, դրանով Աստծուն են փառատոնում։ Եվ այսօր մեր եկեղեցին տոնում է սրբերի տոն, 12 սրբերի տոն, որոնք համարվում են ընդհանրական եկեղեցու, տիեզերական եկեղեցու մեծ վարդապետները, տիեզերալից վարդապետները, որոնց ուսմունքի վրա է հիմնված եկեղեցին, հոգևոր եկեղեցին կառուցված է վրա։ Եվ այդ սրբերն են անունները կարդամ. Ռեթեոս, Դիոնիսիոս Արիսպագացի, Սերվեստրոս, Աթանաս, Գյուրեղ Երուսաղեմացի, Եփրեմ Ֆուրիասովի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Մուսացի, Գրիգոր Աստվածաբան, Եփիփան Կիպրացի, Հովհան Ոսկեբերան և Ուրեղ Ալեքսանդրացի։ Այս սրբերի մեծ մասի տոնը մենք տարվա մեջ ոչ մեկ անգամ ենք կատարում, այլ 2 կամ ավելի անգամ ենք կատարում։ Ինչու՞, որովհետև այս սրբերը մեզ կամ եկեղեցուն ճանաչեցին Աստծուն։ Քրիստոսն ասում է, ինձ կճանաչեք և դա հավիտենական կյանք է ձեզ։ Ճիշտ ճանաչեցին, ուղիղ ձևով ճանաչեցին, ուղղափառ ճանաչեցին և այդ ուղիղ հավատքը ավանդեցին եկեղեցուն։ Այսօր ցավոք սրտի մեզանից շատերս չգիտենք իրենք ինչ են սովորացրել մեզ, ինչ են ավանդել մեզ, ինչ են տվել մեզ, ինչ է Քրիստոսի ճշմարիտ ճանաչողությունը։ Այսօր նույնիսկ մեզանում շատերը ասում են եկեղեցի, բայց չգիտեն ինչ է եկեղեցի և ինչի համար է եկեղեցի։ Ամեն մեկը իր պատկերացում ունի եկեղեցու վերաբերյալ։ Ամեն
մեկ իր պատկերացումն ունի հավատքի եւ Աստված պաշտության վերաբերյալ։ Ամեն մեկը իր քրիստոնեական պատկերացումն ունի, որոնք շատ հաճախ սխալ են, ցուր են, ծուր են։ Բայց ինչ է, մենք մեկ պատկերացում ունենք։ Այս սրբերը մեկ դարձին մեր պատկերացումը, մեր քրիստոնեական ընկալումը, մեր քրիստոնեական աստվածավանությունը, որ մեջը տարակուսանքներ, տարակարծություններ, հերձվածներ, բաժանումներ չլինեն, աղանքներ չլինեն։ Այսօր մենք խոսում ենք ասելով, ես ի նկատի ունեմ հələ եկեղեցու ժողովրդին, եկեղեցու մեջ գտնվողներից ի նկատի ունեմ դրսինների։ Այսօր մենք նույնիսկ մեկ չենք այս ամեն ինչի մեջ։ Ամեն մեկը իր պատկերացումն ունի, ամեն մեկը իր կարծիքն ունի, ամեն մեկը իր մոտեցումն ունի, թե ինչ է եկեղեցին, ինչի համար է եկեղեցին։ Միշտերս սխալ է, ինչ է մեր հավատքը, ինչպես ենք հավատում, ում ենք հավատում։ Դրա համար է այսօր մենք այս թշվառ վիճակի մեջ ենք հոգևոր առումով, թշվառ։ Եթե ճանաչես, կսիրես, եթե սիրես, ուզես, միշտ իր հետ լինել Աստծո մասին խոսք, իսկ միշտ իր հետ լինել նշանակում է միշտ աղոթական վիճակի մեջ լինել, միշտ աղոթքի մեջ լինել։ Չենք ճանաչում, վերանով ասում ենք սիրում ենք, բայց իրականում Աստծուն սիրելու փոխարեն աշխարհն ենք սիրում, մեր ցանկություններն ենք սիրում, մեր հաճույքներն ենք սիրում, մեր սրտի իղձերն ու փափագներն ենք սիրում։ Օրեր առաջ մի բան ասեցի, պիտի կրկնվեմ։ Մեկը գնում է անապատ, մի սուրբ ճգնավորին տեսնելու և անապատում հանդիպում է այդ ճգնավորի աշակերտներից մեկին, ասում է ձեր հայրը հրաշքներ գործում է, այս աշակերտը ծիծաղում է, ասում է դուք հրաշք եք համարում այն, երբ որ Աստված կատարում է մարդու կամքը, հետ եք հրաշք համարում, իսկ մենք հրաշք ենք համարում այն, երբ որ մարդն է կատարում Աստծո կամքը։ Իսկ մենք անընդհատ ուզում ենք, որ Աստված մեր ուզածը անի, Աստված մեր կամքը կատարի։ Բերանով ասում ենք ելույթի կամքով, բայց իրականում կյանքով, սրտով, մեր գործերով, մեր ընթացքով չենք ասում, թող քո կամքը լինի, չենք փնտրում Աստծո կամքը, այլ ուզում ենք Աստծուն պարտադրել մեր կամքը։ Այ Տեր Աստված, թող սենց լինի, այ Տեր Աստված, թող նենց լինի, դու մեզ սենց արա, դու մեզ նենց արա։ Աստված ուզում է քեզ այդպես անել։ Կամ արդյոք այն ինչ որ մենք ուզում ենք բարի է, այդ մեզ է թվում, որ բարի է։ Ես մեզ է թվում, որ ճիշտ է։ Ճանապարհը, ընթացքը փորձություններով անի։ Եվ եկեղեցին միշտ փորձությունների միջով անցել։ Եկեղեցին երբեք խաղաղության, հանդարտության շրջան չի ունեցել։ Եվ սա արտարոց չի, տարօրինակ չի, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, աշխարհի մեջ փորձություններ կունենաք, նեղություններ կունենաք, վշտեր կունենաք, բայց քաջալերվեցիք։ Ես հիմա հիշեցի մի բերված Սուրբ Ամբրոսիոս Հայրապետի կյանքից։ Ասում մի անգամ Սուրբ Ամբրոսիոսը իր եպիսկոպոսների հետ շրջում էր իր թեմի, այսպես եկեք այլ, իր թեմի, իր հոգության տարածքներում։ Եվ եկան հասան մի ամրոցի, դռնապանին ողջունեցին, դռնապանը ողջունեց և դռնապանը վազեց ամրոցի տիրոջը կանչելու, որտեղ եկել էր Սուրբ Հայրապետը եպիսկոպոսների հետ, երբ ամրոցի տերը եկավ, Ամբրոսիոսը հարցրեց, ասեց, ինչպես եք ապրում, ինչ կա։
ասեց խաղաղության և անհոգության մեջ ենք ապրում։ Խաղաղ անհոգ վիճակը մեզ մոտ, ամեն ինչ լավ, ամեն ինչ նորմալ է։ Ամրոսիոս այս պատասխանը որ լսեց, անմիջապես շրջվեց իր հետի հոգևորականների և ասեց արագ հեռանանք այստեղից։ Եվ արագ սկսեց հեռանալ մյուսներն իր ետևից։ Մի քանի րոպե հեռացել են և ուժեղ թնդյունի և դղրդյունի ձայներ լսեցին։ Շուռ եկան և տեսան, որ գետինը բացվեց և ամրոցը իր ամբողջ բնակիչներով անցավ գետի տակ։ Այսինքն խաղաղություն չպետք է լինի, խաղաղությունը խաբկանք է, այդ խաղաղությունը տանում է դեպի կործանություն, այդ խաղաղությունը տանում է դեպի կորուստ։ Քրիստոնյայի կյանքը պիտի լինի անընդհատ պայքարի կյանք։ Եվ այդ պայքարը պատերազմը հոգևոր է։ Եվ այսօրվա տոների սրբերը բոլորը պայքարի ու պատերազմի միջով անցան։ Բոլորը անխտիր հալածանքների, նեղությունների, վշտերի, ոմանք նահատակվեցին։ Դժվարին է ճանաչ, որտեղ մեծ մասը ապրում էին 4-րդ դարի վերջին 5-րդ դարեր փոքրիկ բացառություններով, որ ժամանակն էր մեծ պայքարների, արիոսականներ, նեստորականներ, մակեդոնականներ և էլի բազմաթիվ աղանդներ և աղանդավորներ։ Մեր ոչ միայն աղանդավորները, այլ նաև հալածվում էին շատերը իշխանությունների կողմից օրվա։ Հովհան Ոսկեբեյանին մի քանի անգամ աքսորում էր, կայսրն էր աքսորում, իշխանությունն էր աքսորում, աղանդավորները չէին աքսորում իրենց աթոռից, ինչպես նաև մյուսներին։ Ուրեմն, այս վիճակը լինելու բան է, բայց այս վիճակի մեջ այս սրբերը ոնց էին իրաց պահում, հոգևոր պայքարի մեջ էին, պայքարում էին, չէին հանձնվում, անընդհատ պայքարում էին և պայքարով հասան հաղթանակի։ Ինչ է պայքարում է։ Մեր պայքարը աղոթքն է, մեր պայքարը հոգևոր ընթացքն է, մեր պայքարը պատվիրանապահությունն է, մեր պայքարը սրբության կյանքն է, մեր պայքարը ձգտումն է Աստծո արդարություն և Աստծո արդարություն։ Էս է։ Որտեղ կարող լինի, ամենատարբեր տեղեր կարող լինի։ Այս սրբերից ոմանք բանտերում անցկացնին, աքսորներում անցկացնին իրենց կյանքի մի մասը։ Անցավ թմիրի ժամանակը, ասել է փորձությունների ժամանակը, թմրած, քնած, եկանք հասանք մինչև մեր օրերը, հիմա փորձությունները, Աստծո փորձությունները մեր կրթության համար են, փորձությունները մեր արթնանալու համար են, փորձությունները մեր զգաստանալու համար են, որպեսզի մենք արթնանանք, որպեսզի մենք զգաստանանք, որպեսզի մենք սթափվենք, ուր ենք գնում։ Այս ընթացքում է որ պիտի հասցնի։ Երկինք պիտի հասցնի, թե հակառակը կորուստ պիտի տանի։ Ամեն օր այս հարցը պիտի լինի մարդու կյանքի գլխավոր հարցը, որտեղ մարդու կյանքը այս աշխարհի մեջ դրա համար է տրված, որ մենք ամեն օր ընտրություն անենք երկնքի ու դժոխքի միջև, Աստծո և չարի միջև։ Այդ ընտրությունը սկսել է դրախտի պարտեզից, երբ որ չարն եկավ և մարդուն խաբեց, մարդը կանգնեց երկընտրանքի առաջ, Աստծո ասածին հետևել, թե չարին ականջը ստան, սիրտը ստան։ Եվ այդ պայքարը պիտի շարունակվի մինչև աշխարհի վախճանը, մինչև վերջ։ Եվ այստեղ հիշեցի նորից մի դեպք, որ շատ վաղուց ասել եմ,
ասում է Սուրբ Անտոն անապատականը, երբ արդեն իր կյանքը այս աշխարհի մեջ ավարտեց եւ երկինք էր բարձրանում, ասել էր երկնքի արքայության դռներին, պիտի մտներ ներս, Սատանան ասում է ներքևից ձայնեց, ասեց Անտոն, պրծար ձեռքիցս, եւ Անտոնն ինչ է ասում, ասում է դեռ չեմ պրծել, մի քայլ կա, այս մի քայլն էլ որանել նոր կպրծել, այսինքն պայքարը մինչև այդ վերջին շունչը շարունակվում է, մենք երբեք չպիտի հանգստանանք, չպիտի ասենք ես ինչ լավ է, պրծանք, հանգստացանք, չէ, այդ պայքարը ամեն տեղից պիտի գա, ամեն տեղից պիտի գա մեր քրիստոնյայի կյանքի մեջ, թե մեր անհատական կյանքերի մեջ որպես քրիստոնյա, թե մեր ընդհանրական կյանքի մեջ որպես եկեղեցի։ Եվ այսօր մեր եկեղեցին կանգնած է փորձությունների եւ վտանգների առաջ։ Իսկ ով է եկեղեցին? Եկեղեցին մեր մայրն է։ Եկեղեցին մեր փրկության տապանն է։ Եկեղեցին մեր Տեր Աստծո տունն է, որ Աստված մեզ ավանդեց, Աստված եկեղեցին դրեց աշխարհի մեջ, որպեսզի մենք եկեղեցում իր հետ հանդիպենք, որպեսզի մենք եկեղեցով փրկություն ունենանք, որպեսզի եկեղեցում այդ սուրբ խորհուրդների միջոցով մեզ աստվածային շնորհներ մատակարարի։ Եվ այսօր եկեղեցին վտանգի մեջ է, եւ շատերս անտարբեր են։ Բայց ինչ պիտի անենք, շատ պիտի աղոթենք, շատ պիտի աղոթենք։ Գիտեք, երբ որ 5-րդ դարում եկեղեցին վտանգի մեջ էր, աղոթում էին Ռևոնտ երեցը և մյուսները Ռևոնտյանք ոչ միայն աղոթում են, այլ նաև պաշտպանում են եկեղեցին, ֆիզիկապես էին պաշտպանում։ Այո, եթե քո մայրը վտանգի մեջ է, դու ամեն ինչով պիտի պաշտպանես։ Հիմա միայն ֆիզիկական պաշտպանությունը, որ շատ հաճախ մենք ետ ենք մտածում, շատ թույլ բան է, շատ տկար բան է, անօգուտ բան է։ Երկու տեսակի կա պայքար եւ պաշտպանություն, հոգեվոր եւ մարմնավոր։ Առանց հոգեվորի մարմնավորը անիմաստ բան է։ Դրա համար մենք հոգեվոր պայքար պիտի մնանք։ Մենք պիտի աղոթենք, մենք պիտի մեղքերից հրաժարվենք, զղջանք, ապաշխարենք, մեր ընթացքը փոխենք, մեր մտածելակերպը փոխենք։ Այսօր մենք հացի մտածելակերպ ունենք, բայց մենք պիտի մեր մտածելակերպը փոխենք բանի, հոգևորի, ոչ միայն հացի, բայց մեր բանի, ոչ միայն հացով կապրի ման, այլ Աստծո խոսքով կապրի, բայց մենք չենք մտածում, մենք մտածում ենք, որ հացով պիտի կապրի, միայն հացը պիտի մեզ պահի։ Ուրեմն խնդրենք աղաչին թող այսօրվա տիեզերալույս վարդապետները բարեխոսեն մեզ համար, մեր եկեղեցու համար, մեր ժողովրդի համար, մեր ազգի համար, ողջ աշխարհի համար, որովհետև ամբողջ աշխարհն է վտանգված այսօր, ինչպես մենք ենք վտանգված հոգևոր առումով, եւ մենք բոլորս կարիք ունենք իրենց օգնության, իրենց աղոթքների, իրենց բարեխոսության, բայց միայն ապավինել օգնությանը չի լինի, մենք էլ պիտի գործենք, իրենց օգնության պիտի գործենք։ Պրիմիտիվ միակ շատ պարզ օրինակ կա։ Եթե մեքենան փչացել է ճանապարհին կեսին, եւ այդ մեքենան պետք է հայրեն ճանապարհից դուրս բերել, դու մենակ չես կարողանում մրես, որտեղ մեքենան ծանր է։ Դու խնդրում ես մարդկանց, ոչ թե որ գան քո մեքենան հրեն, այլ որ գան քեզ օգնեն։ Եթե դու ասում ես մի քանի հոգու, ասում ես եկեք
մեքենան հրեք եւ դու կանգնում ես ու իրանք պիտի հրեն, իրանք չեն հրել քո մեքենան։ Այլ ինչ պիտի անեն։ Պիտի տեսնեն դու հրում ես, չարչարվում ես, որ իրենք էլ սրտով գան քեզ օգնելու։ Եթե դու չես հրում քո մեքենան, դու միայն ասում ես եկեք հրեք մեքենան, ով կհրի քո մեքենան, ոչ մեկը չի հրի քո մեքենան։ Եթե մենք ոչինչ չենք ուզում անել, մեր կյանքի մեջ մի բան փոխելու առումով, մեր կյանքը փոխելու առումով, աղոթելու առումով, հոգևոր ընթացքի մեջ լինելու առումով, ասում ենք այս սրբեր օգնեք մեզ։ Ոնց օգնում ես։ Աստված էլ չի օգնում այն մարդուն։ Եվ հայրերից մեկն ասում է անբան, չես ուզում աշխատել, ուզում ես Աստծուն քո փոխարեն մշակ դարձնես, ուզում ես Աստված քո փոխարեն աշխատի, դու աշխատի, որ Աստված էլ քեզ օգնի։ Եթե դու չես աշխատում, Աստծուն պիտի աշխատացնես քո փոխարեն։ Ուրեմն կհիշեք, մոտավորապես 7 տարի առաջ սրանից 18 թվականին նորից եկեղեցին հայտնվեց արեգոսությունների, արեգախումների մեջ, հիշում եք։ Աստծո ողորմությամբ անցավ այդ շրջանը, բայց ինչը վատ եղավ։ Վատը այն եղավ, որ մենք դասեր չարանք դրանից, որ մենք մնացինք նույն վիճակի մեջ, որ մենք ինչ-որ բաներ չփոխեցինք մեր կյանքում, որ այդ փորձությունը մեզ խրատ չեղավ, մեզ դաշ չեղավ, մեզ շտկվելու առիթ չեղավ, մեզ հոգևոր պատերազմ մղելու առիթ չեղավ, մենք չմտածեցինք հոգևոր զորացման մասին, այլ մնացինք նույն թմիրի վիճակի մեջ, չարտնացանք։ Այս անգամ գոնե արթնանանք, այս անգամ գոնե մեզ համար դաս լինի այս ամենը։ Եկեղեցին ուրիշ բանի համար չի, եթե ոչ մեզ երկինք առաջնորդելու համար։ Միշտ այս մասին մտածենք, մենք երկինք առաջնորդում ենք այս բանը, թե չէ։ Եթե չենք առաջնորդում, ուրեմն ինչ-որ բաներ ճիշտ չի մեր կյանքում։ Պիտի փոխենք, որ առաջնորդվենք։ Աստված ողորմություն անեց բոլորիս, իմաստություն տա եւ գործելու նախանձավորություն ճիտ եւ երամ տնի այս սրտերի մեջ։ Աստված շնորհը սերը կարողություն։ Եվ դու մեզ համարձակազրե բարբարով բանահրձերանքներ, կարծած եկեք նավոթայ եկեք և ասեք։
Աշխարհի եւ աշխարհ նոր եղել եւ աշխարհը ոչ ծանիա յուսն եկե եւ յուսն ոչ ընկալա իսկ որ ընկալանսն է ետնոսը իշխանություն որտիս աստուծորինել որը սավատայցեն անունորա ոչ ալենե եւ ոչ կամած մարմը եւ ոչ կամած արն աստուծորսնան եւ բանը մարմի երել եւ բնակեցարում է եւ տեսակը սպարասնոս Իպրես միասնի, աղի, հորե, միշտ նորոք և ճշմարտությամբ, Հովանես պկայեցվասն ուրա աղակյաց և ասե, սա է զոր միասի, որս նույն կարություն առակի երև, զինական,